Գյուղի ծայրին մի հին կավե տանն ապրում էր Մարիամը: Նրա աչքերում մշտապես ապրում էր մի տեսակ թաքնված սպասում, ինչպես գարնան առաջին ծաղիկը, որ երկար սպասում է արևի շողին: Նրա սիրտը վաղուց արդեն պատկանում էր Արամին, նրան, ում հետ մեծացել էր նույն արահետներով վազելով, նույն գետից ջուր խմելով, նույն աստղերին հավատալով: Երբ Արամը դարձավ 17, գյուղը նրա համար փոքր դարձավ: Նա երազում էր քաղաքների բարձր շենքերի, լույսերի, անհայտ մեծ աշխարհի մասին: Մարիամը լուռ էր: Նա երբեք չկասեցրեց Արամի երազանքները, միայն ժպտաց ու ճանապարհեց նրան: Իր ձեռքով թխած հացը մի մարջանի պես կարմիր խնձորն ու մի փոքրիկ նամակ դրեց նրա պայուսակի մեջ: Առանց ասելու նամակում գրված էր. «Արամ ջան, եթե ճանապարհդ երբևէ քեզ հոգնեցնի, եթե երազանքներդ ծանր դառնան ու սերիդ, հիշիր, այս գյուղում միշտ կա մեկը, ում համար դու պարզապես Արամ ես, ոչ հաղթող, ոչ պարտված, պարզապես դու ես»: Տարիներն անցան: Արամը դարձավ մի պատմություն, լի հաղթանակներով ու պարտություններով, միայնություններով ու փառքով: Բայց ամեն փառքի ետևում նա զգում էր մի դատարկություն, որ ոչ մի ձեռքբերում չէր կարող լցնել: Եվ այդ դատարկության խորքում մշուշի նման ապրում էր Մարիամի նամակի հիշողությունը: Մի օր հոգնած ու թափառող հոգով նա որոշեց վերադառնալ: Անձրևոտ մի օր ճամպրուկը ձեռքին կանգնեց գյուղի մուտքի մոտ: Ճանապարհին անձրևը մեղմ թափվում էր, կարծես երկինքն էլ էր սպասում այս վերադարձին: Երբ նա հասավ Մարիամի դռան մոտ, սիրտը այնքան թունդ էր բաբախում, որ թվում էր ամբողջ գյուղը կլսի: Դուռը բացվեց, և այնտեղ կանգնած էր Մարիամը: Ժամանակը չէր փոխել նրան, միայն ավելի խորացրել էր նրա աչքերի լույսը: Նրանց հայացքները խաչվեցին: Եվ այդ պահին, առանց բառերի, արցունքները սկսեցին թափվել նրանց աչքերից: Նրանք լուռ էին, բայց նրանց հայացքները խոսում էին այն ամենի մասին, ինչ լեզուները երբեք չէին կարող փոխանակել: Ապրած տարիները, կորցրած պահերը, պահված սպասումները, ողջ հիշողությունները հոսում էին լուռ արտասուքների միջով: Լռության մեջ այնքան բան էր լսվում, երջանիկ մանկություն, կարոտած գարուններ, թաքուն պահված աղոթքներ: Հայացքների երկխոսության մեջ նրանք ասացին իրար այն ամենը, ինչ տարիները ստիպել էին լռեցնել: Արամը առաջ եկավ և առանց բառերի գրկեց Մարիամին: Դա այլևս չէր պահանջում բացատրություն: Սրտերը խոսում էին մաքուր լեզվով, առանց խոսքերի: Արամը շշնջաց. «Ես ամբողջ աշխարհը կորցրեցի, որպեսզի քեզ գտնեմ»: Մարիամը ժպտաց արցունքների միջից և կամաց պատասխանեց. «Դու երբեք կորած չէիր, քո սիրտը պարզապես տուն էր որոնում»: Եվ անձրևի տակ, հին տան առաջ, նրանց սիրո պատմությունը նորից ծաղկեց, ավելի ուժեղ, ավելի խորը, քան երբևէ: Այդ գիշեր, առաջին անգամ երկար տարիներից հետո Արամը խաղաղ քնեց, լսելով Մարիամի շնչառությունը կողքին, գիտակցելով, որ երբ սերը իսկական է, այն երբեք չի մարում, միայն սպասում է, մինչև ճիշտ պահը գա: Վերջաբան իսկական սերը բառեր չի պահանջում, այն ապրում է հայացքներում, լռության մեջ և փրկվում է նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը մոռանում է սիրո լեզուն: